Տիկին Թանդիլյան, խաղաղությանը Ցեղասպանության ճանաչումը առաջնահերթությունների մեջ ներգրավելը խանգարում է խաղաղության գործընթացը, թե Փաշինյանը օրինակ հայտնի մեջ ուժերեն մարդիկ որոնք են սորսիալ հայրենիք խոսան ժողովրդին տանում են կառակնարան, մեր պետության կորուստի է։ Առաջին հերթին ցեղասպանությունը դա մեր պատմության անբաժան մասն է եւ այստեղ խոսքը տարածքների մասին չէ, այլ հիշողության, մարդկային տարական հիշողության, քոսեփական ազգի պատմության։ Վստահ եմ, այստեղ գտնվող մեծամասնությունը ընտանիք ունի, ով այս կամ այն կերպ ցեղասպանությունից հիշատակ ունի իր ընտանիքի մեջ եւ ես այդ թվում Եվ եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են մոռանալ իրենց պատմությունը, անցյալը, իրենց ընտանիքների ողբերգությունները, ես կդժվարանամ նրանց մարդ անվանել, որովհետև մարդը տարբերվում է կենդանուց հիշողությամբ։ Եվ ստիպել հայ ժողովրդին ուրանալ սեփական պատմությունն ու հիշողությունը, ես չգիտեմ ով պիտի լինես դրա համար։ Կներեք նա ասում է, եթե գնում ենք կորուսյալ հայրենիքը հետ բերելու ճանապարհով, նաև պետականությունն ենք վտանգում այս գործող արդյոք ցեղասպանության հարցի առաջ տանելը այս Հայաստանի Հանրապետությանը վտանգ է։ Ես չխոսեցի կորուսյալ հայրենիքի վերադարձի մասին, ես խոսեցի տարական մարդկային պատմությունների մասին։ Եթե հետ գնանք, այդ Տիգրան մեզ պիտի հասնենք, մեծ հայք եւ փոքր հայք։ Հետեւաբար հայ ժողովուրդը ունենալով հիշողություն, դա ամենևին նույնական չէ կորուսյալ հայրենիքի վերադարձի հետ։ Այդպես որ էլի եմ ասում, հետ գնանք պատմություն, կտեսնենք ինչա կատարվում։ Մենք դա չենք անում, դրա մասին չի Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի հայրենիքն է, որը պիտի պաշտպանի նաև արժանապատվությունն ու հիշողությունն ու պատմությունը հայ ժողովրդի։ Եվ այնինչ անում է այսօրվա իշխանությունը, ուղղակի նկարագիր չունի։ Նմանատիպ բան թշնամին անգամ չի կարողացել մեզ հետ վարվել։ Եվ այսօրվա իշխանության քաղաքականությունը զուտ հարված է մեր ինքնությանը հայ լինելու մեր արժեքին, դա արժեք է ինձ համար կոնկրետ։ Եվ այդ առումով այստեղ ընդհանրապես դրա մասին չի խոսքը եւ չգիտեմ։ Երբ որ հետևում եք Փաշինյանի փոխանցի Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման օրինակ, երբ որ ասես դեռ մենք պիտի հասկանանք ինչի համար է տեղի ունեցել ցեղասպանությունը, օրակարգով վերեց, որ թվին երբ եւ այլն, դրանից հետո հետևեց այն, որ ԿՊ պատգամավորները արդեն ցեղասպանվածների անուն ազգանունները ուզում էին ցուցակագրեին, այսպես պատերին գրեին եւ այլն։ Այս ամեն ինչի երբ որ sense դնում եք մի puzzle-ը հավաքում եք, ուրացում կա, թե չէ ուրանում են այս ցեղասպանությունը։ Հենց այդ արձանագրում ու այդ տեքստերը իրենք հետո փորձեցին ապացուցել, որ չեն ուրանում, բայց հենց այդ տեքստերը եւ այդ տեսանկյունից մոտենալը հայոց ցեղասպանությանը հենց ուրացումն է, այլ ձևի հո չի լինում, չի կարող ասել այդքան մարդ չի կոտորվել, հենց այդ ձևով են ուրանում, ուրանալ այլ տարբերակ չունի, եւ այո դա ուրացում է եւ նա ձգտում է հաջողանալ թշնամաբար տրամադրված երկրներին, հարևան երկրներին, որոնց հետ այո պիտի լինի խաղաղություն, որովհետեւ մենք այստեղից չեն գնալու իրենք էլ, պիտի բանաձևը գտնել խաղաղության, բայց դա ամենևին սեփական պատմությունը ուրանալը չէ, այլ նույն Գերմանիան ինչպես է վարվել չի ուրացել իր պատմությունը, իր արարքները եւ ընդունել։ Հետամուտ լինել չի նշանակում տարածքային պահանջներ ներկայացնել։ Ընդ որում ես ոչ եմ ասում առաջնահերթ հետամուտ լինել, այո, մեր պետությունը աներիք ունի բազմաթիվ, մինչեւ որևէ այլ հարցի անդրադառնալը, բայց ստիպել սեփական ժողովրդին մոռանալ պատմությունը, այդ դա է, որ ուրանում եւ դավաճանում են մեր ազգին։ Տիկին Թանդիլյան, Տիկ